Օսնիշ սրպազան, օր։ Լավ եմ։ Բանտում գրեթե 8 ամիս անցկացնելուց հետո ոստիկանների ու պրոբացիոն ծառայողների ուղեկցությամբ այսօր իր կեցավայր վերադարձավ Շիրակի թեմի առաջնորդը։ Առաջնորդարանի 3-րդ հարկում է arczepiskopos-ի կեցավայրը, հենց այնտեղ էլ կկրի տնային կալանքը։ Միքայել Աջապահյանը տարեսկզբին և մի քանի օր առաջ վիրահատվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոնում, որտեղից այսօր դուրս գրվեց։ Մինչ arczepiskopos-ը Երևանից Գյումրի կհասներ, Շիրակի առաջնորդարանի մոտ սկսեցին հավաքվել թեմի հավատացյալները։ Ոմանք հատուկ վերնահագուստ էին կրում Սրբազանի նկարով ու դատարանում հնչեցրած նրա խոսքով. «Ազատ եղեք, ինչպես ես եմ ազատ»։ Շարականներ էին երգում, պարբերաբար 7 վերք եկեղեցու զանգերն էին ղողանջում։ Թեմը արդեն 25 տարի ղեկավարող Աջապահյանի վերադարձի համար հավաքվածներն ուրախ էին, բայց նաև տխուր, որ ոչ թե կալանքից ազատ է արձակվել, այլ պատիժը կրելու է կեցավայրում, պատարագին մասնակցելու արգելքով։ Նկարագրելու բան է, որ նկարագրենք, եւ շատ հուզված ենք, եւ շատ ուրախ ենք, եւ մենակ տխուր ենք, որ գոնե պատարակներին ինքը պետք է չեղնի իր այդ բարձր քարոզը, հոգեցույց, ոգեշինիչ քարոզը, էլ մենք չենք լսե, բայց իշքան ժամանակ Աստված գիտե, չնայած հուսանք Տիրոջը, նաև ուրախ ենք, որ գոնե կտեսնենք մեր Սրբազանին, գիտենք, որ Սրբազանը Սաբահով ձեռքերի մեջ է։ Գիտեք, հիմա մենք մի բանի համար ենք ուրախանում, որը ընդհանրապես չպիտի լիներ, այսինքն նորմալ վերին է, որ Սրբազանը դատապարտված չլիներ եւ ոչ թե տնային կալանք են տվել, խափանամիջոցն են թողել, ուրեմն, բայց մենք իրականությունը այս է մեր Հայաստանում, որ ուրախանում ենք նույնիսկ դրա համար։ Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաները եւս դիմավորողների շարքերում էին, այդ թվում կալանավորված քաղաքապետին փոխարինող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։ Միանշանակ այն ուրախությունը, որ կա, դա չենք զգում, որովհետեւ կալանքը փոխարինվում է տնային կալանքի, դա նորից պատժիմի ձև է։ Ես կուզեի, որ Սրբազանը միանշանակ արտարացված գար Գյումրի, գար իր հոդին։ Հոկտեմբերին Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին հարցազրույցի համար, որը դատարանը իշխանության զավթման կոչ համարեց։ Իշխանության թիրախում հայտնված կաթողիկոսի կողքին մնացած հոգևորականն այժմ վերաքննիչ ատյանում արդարացում է պահանջում, մեղադրող կողմը հակառակը, ցանկանում է, որ նրա պատժաչափը ևս կես տարով ավելացվի։ Աջապահյանի բանտային կալանքը տնայինի փոխարինած դատարանը միաժամանակ սահմանափակել է Շիրակի թեմի առաջնորդի հետ շփվողների ցանկը։ Մեկ հոգևորական տվյալ պահին Միքայել Սրբազանն ընտրել է Նարեկ Սրբազանի թեկնածությունը, կարող է իր հետ շփվել։ Մերձավոր ազգականների հետ շփումը իհարկե օրենքով է նախատեսված։ Այս պահին մենք մեկ մերձավոր ազգական ունենք, դա իր եղբայրն է, իսկ Գրիգոր Աջապահյանը, որը հանդիսանում է եղբոր որդին, դատարանի թույլտվությամբ է այս պահին խնամքն իրականացնում։ Թեև աշխատասենյակին ու կեցավայրին ընդամենը մեկ հարկ է բաժանում, բայց 3-րդ հարկից Սրբազանը իջնել չի կարող։ Հարկերով չի կարող տեղաշարժվել, սարքը տեղադրված է իր ուրեմն բնակության վայրի տարածքի շառավղով, այդ ամբողջ տարածքում ինքը իհարկե կարող է տեղաշարժվել եւ իր կենցաղային հարցերը հոգալ, ապրել, բայց հարկերով արդեն չի կարող էլի։ Առաջնորդանիստ 7 վերք եկեղեցին թեև անմիջապես կեցավայրին է նայում, բայց ընդամենը մի քանի քայլ այն կողմ գտնվող եկեղեցում պատարագի մասնակցել չի կարող թեմի առաջնորդը։ Եկեղեցի հաճախելու, մասնակցելու, պատարակ անցկացնելու հնարավորությունը դեռևս պարզված չէ, որովհետև փետրվարի 6-ի դատական նիստում մենք այդ բովանդակությամբ միջնորդություն ներկայացրեցինք, նկատի ունեմ պաշտպանական խումբը եւ դատարանը անհրաժեշտություն գտավ ուսումնասիրելու ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական պրակտիկան։ Հաստաբաններից Մարինե Ֆարմանյանն ասաց, այս պահին Սրբազանի տնային կալանքի համար հստակ ժամկետ սահմանված չէ։